Իրանի հարցերով փորձագետը վերլուծելով շուրջ 40 օր տևած պատերազմը ընդգծում է, փաստն այն է, որ Իրանը դիմակայեց աշխարհի թիվ 1 ամենահզոր պետությանը Միացյալ Նահանգներին, դիմակայեց տարածաշրջանի ատոմային տերությանը Իսրայելին եւ տարածաշրջանի հնարավոր բոլոր մարտահրավերներին։ Մինչդեռ պատերազմի կողմերն ունեին միանգամայն այլ սցենարային պատկերացումներ։ Գլխատել Իրանի քաղաքական համակարգը, հասնել քաղաքական համակարգի փլուզման, հասնել հասարակական համակարգի փլուզման, ոչնչացնել Իրանի ռազմական եւ միջուկային կարողությունը։ Իսրայելը անընդհատ հայտարարում էր առանց թաքցնելու վերջին 1.5 տարվա ընթացքում առնվազն Իրանին որպես պետական միավորում կազմաքանդելը։ Դրանցից ոչ մեկը չիրականացավ։ Այնինչ Իրանը Շահնազարյանի խոսքով ոչ միայն կարողացավ թելադրել պատերազմի ընթացքը, այլև փակելով Հորմուզի նեղուցը ցույց տվեց, որ էներգակիրների միջազգային շուկայի զարկերակը գտնվում է իր ձեռքում։ Նրա խոսքով Իրանը չնահանջեց նաև Թրամփի երեկվային հայտարարությունից, ըստ որի Միացյալ Նահանգները կոչնչացնի իրանական քաղաքակրթությունն այնպես, որ այն այլևս չկարողանա ոտքի կանգնել։ Իրանը ոչ միայն չընկրկեց, այլ հայտարարեց, որ դիմադրելու ու շարունակելու է իր ասիմետրիկ հարվածները։ Ես չեմ հիշում կամ որևէ մեկը կարող է չհիշել, որ կա այնպիսի պետություն, որը առնվազն երկրորդ համաշխարհային պատերազմից այս կողմ կարողացել է իր պայմանները թելադրել Միացյալ Նահանգներին կամ առնվազն ստիպել, որ իր պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Իրանի հարցերով փորձագետը ցանկացավ մի շատ նուրբ ու կարևոր հանգամանքի վրա եւս ուշադրություն հրավիրել։ Մինչ օրս Թրամփը իր բոլոր հայտարարություններում օգտագործում էր Իրան սահմանումը, իսկ երեկվա իր հայտարարությունում թույցում, որ կատարել էր, օգտագործել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սա շատ կարևոր նրբություն, այսինքն ինքը ճանաչում է Իսլամական Հանրապետությունը որպես օրինական համակարգը, իշխող համակարգը Իրանում։ Փորձագետի խոսքով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նահատակությունը դարձավ առանցք, որը համախմբեց իրանցիներին։ Այնինչ դեռևս 12-օրյա պատերազմի ժամանակ նպատակներից մեկը Իրանում հասարակական փլուզման հասնելն էր, որը տեղի չունեցավ։ Իրանում հունվարին ծավալված զանգվածային անկարգությունները եւս կառավարելի դարձան։ Ռամադանի այս պատերազմի առաջին օրվանից էլ Իրանի ժողովուրդը հրապարակում էր, անկախ քաղաքական կողմնորոշումից ու տնտեսական դժգոհություններից։ Կար մի խնդիր, կար հայրենիք, կար ազգային արժանապատվություն, կար պատերազմում թշնամուն հաղթելը։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը, ոչ Արևմուտքը երբևէ չեն կարողացել հասկանալ Իրանի ժողովրդի հոգեմտավոր կառուցվածքը, իրանական քաղաքակրթությունը, դրա խորքը, իրանական մշակույթը։ Շահնազարյանը չի փորձում գուշակել, թե ինչ ընթացք կունենա Իրան-Միացյալ Նահանգներ այս բանակցությունները, բայց համոզված է, որ անկախ դրա ելքից մեծ մերձավոր արևելքում, որի մեջ է մտնում նաև Հարավային Կովկասը, այլևս չի ունենալու նույն ստատուս քվոն, ինչ պատերազմից առաջ։ Այստեղ գոյություն է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետություն, որը դառնալու է դոմինանտ պետություն տարածաշրջանում, որը դառնալու է թելադրող ոչ միայն տարածաշրջանի մակարդակով, այլ նաև միջազգային հարաբերություններով ինքը դառնալու է վճռորոշ եւ կամք թելադրող ուժ, այնպես ինչպես արեց այս 40 օրվա ընթացքում։ Սա փաստ է։ Փորձագետը TRIPS ծրագրի կենսունակության վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ վաղ է համարում, այդուհանդերձ կարծում է, որ ծրագրի բոլոր կողմերի համար օրակարգային խնդիրներն ամբողջովին այլ են լինելու։ Արամ Շահնազարյանը համոզված է, որ հարևան Իրանի հզորացումը տարածաշրջանում փոխելու է բոլոր խաղի կանոնները, ինչը միանգամայն բխելու է Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի շահերից։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն